Սարկավագ բառը հունարեն ծագում ունի և նշանակում է սպասավոր։ Գործ Քառաքելոց գրքի 6-րդ գլխում տեսնում ենք, որ Սուրբ Սեղանի սպասավորության համար առաքյալներն ընտրում են 7 հոգու և ձեռնադրում նրանց։ Հենց նրանք էլ դառնում են եկեղեցու առաջին սարկավագները, որոնց մեջ էր Սուրբ Ստեփանոս Նախավկան։ Այսօր սարկավագները Սուրբ Սեղանի առջև սպասավորում են պատարագիչ հոգևորականին։ Սարկավագը իր ձեռնադրությունը ստանում է եպիսկոպոսից։ Քահանայական ձեռնադրության համար թեկնածուն պետք է ամենաքիչը 1 տարի ամուսնացած լինի և ունենա զավակ։ Քահանայությունը հաստատվում է ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսից Սուրբ Հոգու շնորհները փոխանցող սրբալույս մյուրոնով։ Քահանայի առաքելությունը Քրիստոսին քարոզելն է, հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելը, խորհրդագործելը, պատարագել, մկրտել, պսակել։ Քահանան իրավունք ունի Սուրբ Երրորդության անվամբ թողություն շնորհելու մեղքերին, կատարելու հիվանդանց կարգ և քարոզելու Քրիստոսի Սուրբ Ավետարանը։ Քահանան եկեղեցու խորհուրդները, աստվածային արարողությունները կատարող սպասավորն է, որը միևնույն ժամանակ Սուրբ Խորանի վրա ներկայացնում է Քրիստոսին։ Ամուսնացյալ քահանան իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է ավագ քահանա կոչումը։ Հայ եկեղեցում կուսակրոն չամուսնացյալ քահանաները կոչվում են աբեղա։ Աբեղա ասորերենից թարգմանաբար նշանակում է չամուսնացած։ Կուսակրոն քահանա է ձեռնադրում եպիսկոպոսը։ Եպիսկոպոսը աբեղային հանձնում է նաև վեղար, սև սրածայր գլխի ծածկոցը, որը խորհրդանշում է աշխարհիկ կյանքից հրաժարվելը։ Վարդապետ կուսակրոն քահանան շնորհիվ իր գիտական գործունեության ստանում է գիտական աստիճան վարդապետի, ապա ծայրագույն վարդապետի կոչում։ Վարդապետ նշանակում է ուսուցիչ։ Վարդապետության աստիճան տրվում է ոչ թե ձեռնադրությամբ, այլ տվչությամբ եպիսկոպոսի կամ կաթողիկոսի կողմից։ Այս աստիճանները ստանալու համար աբեղան ներկայացնում է վարդապետական թեզ, համապատասխան գիտական աշխատանքներ, ապա այն գրավոր և բանավոր պաշտպանությունից հետո ստանում այդ կոչումները։ Վարդապետական այս աստիճանի հատուկ պաշտոնն է քարոզել և ուսուցանել, մեկնել Աստվածաշունչը, եկեղեցու դավանությունը, ծեսն ու կանոնները բացատրել և ընդհանուր առմամբ հսկել եկեղեցու վարդապետության անաղարտ պահպանումը։ Եպիսկոպոսը առաքելական հաջորդականության կրողն ու շարունակողն է։ Միայն եպիսկոպոսն իրավունք ունի եկեղեցու բոլոր խորհուրդների ու կարգերի հետ միաժամանակ նաև ձեռնադրություն կատարել։ Առաքելական ժամանակներում եպիսկոպոսները նշանակվում և ձեռնադրվում էին անմիջապես առաքյալներից։ Հայ եկեղեցում եպիսկոպոսը ձեռնադրվում և օծվում է կաթողիկոսի կողմից։ Վաստակաշատ եպիսկոպոսները կաթողիկոսական կոնդակով կարող են ստանալ արքության պատիվ, կոչվելով արքեպիսկոպոս։ Եպիսկոպոսը քրիստոնեական համայնքի ղեկավարն է։ Առանց եպիսկոպոսի չկա քրիստոնեական համայնք, հետևաբար չկա նաև եկեղեցի։ Պատրիարք հունարենից թարգմանաբար նշանակում է հայրապետ։ Հայ առաքելական եկեղեցին ունի 2 նվիրապետական աթոռ, որոնց ղեկավարը կոչվում է պատրիարք։ Պատրիարքությունները պատմական աթոռներ են, որոնց աթոռակալները պատրիարք են կոչվում, որոնք եպիսկոպոսներից տարբերվում են նախաթոռությամբ։ Կաթողիկոս հայ առաքելական եկեղեցում բարձրագույն աստիճանն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացնում է եկեղեցու կենտրոնացված իշխանությունը։ Հայ եկեղեցում կաթողիկոսը համարվում է Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը։ Կաթողիկոսը ընտրվում է եպիսկոպոսներից։ Ձեռնադրվելով 12 կամ նվազագույնը 3 եպիսկոպոսի կողմից, նա ստանում է Սուրբ Հոգու շնորհը, ինչպես նաև այդ շնորհը հայ եկեղեցու այլ եպիսկոպոսներին փոխանցելու իրավունքը։ Ձեռնադրությունից հետո կատարվում է կաթողիկոսի օծում սրբալույս մյուրոնով, ավագագույն արքեպիսկոպոսի և ներկա եպիսկոպոսների ձեռքով։ Կաթողիկոսի առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և սրբալույս մյուրոն օրհնելը։ Կաթողիկոս բառը հոմանիշ է նաև պատրիարք Տիտղոսին, սակայն քանի որ հայ եկեղեցում գոյություն ունեն 2 պատրիարքություններ, կաթողիկոսն անվանվում է նաև ծայրագույն պատրիարք, որով ցույց է տրվում նվիրապետության մեջ կաթողիկոսի առավել բարձր լինելը։